Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած կառավարության հետ հարց պատասխանը ռեկորդային կարճ է տևել։ Մեկնարկից 4 րոպե անց ավարտվել է։ Չնայած Փաշինյանն ու կառավարության ողջ կազմը ներկային խորհրդարանի դահլիճում, սակայն գործընթացը ավարտվել է կարելի ասել դեռ չսկսված։ Հարցերի համար հերթագրվել էր ընդամենը 3 պատգամավոր, սակայն նրանցից 2-ը վերջին պահին հանել են իրենց հերթագրումը։ Արդյունքում միայն պատգամավոր Ռիփսիմե Գրիգորյանն է խոսել, շնորհակալություն հայտնելով Գյումրիի համերգի համար։ Սա 8-րդ գումարման ազգային ժողովի պատմության մեջ նախադեպը չունեցող դեպք էր։ Սովորաբար կառավարության հետ հարց ու պատասխանը տևում է ժամեր ու ուղեկցվում է բուռն քննարկումներով, սակայն այսօրվա նիստը ամենակարճն էր խորհրդարանի աշխատանքային պրակտիկայում։ Վաղը բայց շարունակելու ենք։ Մենք ոչ մի դեպքում բացի Սամվել Կարապետյանից ուրիշին ձայն չենք տալու։ Բայց Իշխող քաղաքացիական պայմանագիրը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ լայնածավալ ապատեգատվական արշավ է սկսել։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է հազանգել, նշելով, որ ԿՊ-ն տարբեր հարթակներով, այդ թվում հանրային հեռուստատեսության եթերով եւ սոցիալական ցանցերի կեղծ էջերով տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Կարապետյանի պնդմամբ շրջանառվող այն թեզերը, թե ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է կամ թե Սամվել Կարապետյանը արել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում բացարձակ կեղծիք են։ Սամվել Կարապետյանը այսպիսի բան չի ասել, սա ԿՊ-ի սուտն է, կեղծ բան է, որը բազմաթիվ լրատվականներ տվել են, որ կեղծ է, ու այս էջն էլ է կեղծ, իրենք են սարքել, որպեսզի սուտ տվյալներ տան։ Պատկերացրեք, ասում են Ուկրաինայի պատերազմում Հայաստանը դեռ իր հարցերը չի լուծել, ինչ մնաց Հայաստանը պետք է դեռ իր հարցերը լուծի, որտեղ նենց վիճակում են Հայաստանին բերել, որ մենք այնքան հարց ունենք լուծելու, որ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին եւ նպատակ ունի լեգիտիմացնել գործող իշխանությանը, հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Փաստաբանի պնդմամբ Եվրամիությունը հեռացել է իրավունքի գերակայությանը սատարելու իր հանձնառությունից եւ անգամ մեկնաբանություն չի անում Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների, քաղաքական հակառակորդների բանտարկությունների եւ եկեղեցու նկատմամբ հարձակումների վերաբերյալ։ Տիկնակ երբ դա ժողովրդավարություն չէ, դա ընտրությունների նկատմամբ միջամտություն է։ Փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսն է ասել, որ Եվրոպան է ընտրությունների միջամտության գրքի հեղինակը, խոսելով այլ երկրներում այլ ընտրությունների մասին, բայց նույն մատնահետքը, նույն ձեռագիրը տեսնում ենք Հայաստանում եւ ես կոչ եմ անում հայ ժողովրդին գնալու եւ քվեարկելու, քանի որ ակնհայտ է, որ եվրոպացիների շահն է իրենց համոզմունքով ապահովելու Փաշինյանի պաշտոնավարման հաջորդ ժամկետը։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությանը, Ռոբերտ Ամստերդամը շեշտել է, որ Կարապետյանի մուտքը քաղաքականություն պայմանավորված է բացառապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ապօրինի հարձակումներով։ Ըստ Ամստերդամի, Սամվել Կարապետյանը ունի անհրաժեշտ միջազգային կապերը Հայաստանի շահերը պաշտպանելու եւ ներդրումներ ներգրավելու համար։ Կարևոր է, որ մարդիկ գնան քվեարկեն Սամվել Կարապետյանի նման ուժը Հայաստանի Սամվել Կարապետյանի նման մարդ, ով ունի այդ ուժը, ով ունի ազնվությունը, շատ հանկարծ ասեմ ձեզ, մարդ, ով ահռելի կապ ունի հայ ժողովրդի եկեղեցու հետ, հայ ժողովրդի պատմության հետ եւ սիրով է վերաբերվում, որ կանգնի հայ ժողովրդի կողքին, որտեղ այդ հանդիպման ընթացքում, որը Երևանում տեղի ունեցավ, ոչ ոք Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից հանդես չեկավ։ Հայաստանի տեղը սեղանի շուրջ դատարկ էր։ Հայաստանը Ադրբեջանի հետ դեռ չլուծված հարցեր ունի, հիշեցրել է մեր երկրի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանյան երկխոսություն պանելային քննարկման ժամանակ։ Սրան զուգահեռ Միրզոյանը առիթը բաց չի թողել ու եւս մեկ անգամ խոսել է հաստատված խաղաղության մասին։ Դժբախտաբար մեկն անգամ չունենք սահմանին Ադրբեջանի հետ, որը գրակոչների արդյունքում զոհեր չունենք 1 տարի ավելին Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը նրանց տարածքով դեպի Հայաստան խոչընդոտը սահմանապակով վերացրել է արդեն Ադրբեջանը, սա արդեն իսկ խաղաղության մեծ քայլ առաջ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ մեկտեղ սկսել ենք երկկողմանի
Արևտուր նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ ուզում չափազանցել որևէ բան եւ չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն եւ վերքերը շատ թարմ են եւ երկու համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման կարիք ունեն իսկապես դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար կարգի պահվող անձիկ ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Իրանում ակնկալում են, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում Սպուտնիկ Արմենիային ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Ենթադրաբար 2026 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ։ Այցի գաղափարը հնչել է, բայց հետո մի շարք իրադարձություններով, այդ թվում Իրանի դեմ պատերազմով պայմանավորված, երկիրն ամբողջությամբ կենտրոնացել է ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվել են։ Կարևոր է հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները, ընդգծել է դեսպանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին լուսաբանելիս պետք է հավասարությունը պահպանվի։ Քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ հրավիրված աշխատաժողովի ժամանակ հայտարարել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Բացի ՀՌՀ նախագահից աշխատաժողովին ներկա էին նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու Եվրախորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարը։ Ընտրությունների նախորդին մեր մեթոդաբանությունը մի քիչ փոխեցինք եւ հանձնաժողովի չի հետևում մեխանիկական հավասարության։ Այս 19 գրանցված կուսակցությունից, որոնք մասնակցելու են ընտրություններին, 4-ը 5-ը, որոնք շատ ակտիվ են, մնացածը ոչ։ Կուսակցություն կա, որ նույնիսկ ծրագիր չունենա, չի տպի, ապա գրել, որ ինքը ծրագիր չունի։ Այսինքն ձեր քննադատությունը, դա քննադատություն չէ, այս պարագայում այն ընդհանրապես փաստերի շարադրումն է եւ դա մեր կողմից ընկալվելու է հանձնաժողովի որպես հավասար պայմանների ապահովում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հորդորել է լրատվամիջոցներին ընթերցել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես քարոզչությանը վերաբերող հոդվածները։ Ընդհանրապես ընտրական օրենսգիրքը չբացել կարդալու արդյունքում մենք տեսնում ենք օրինակ նրա ասում, որ այստեղ խախտում է մի հորդոր, որ պահանջեք ձեր լրագրողներին, որպեսզի ընթերցեն ընտրական օրենսգիրքը։ Խնդրանք ես հորդորս դժվար չի։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են քարոզչության իրավական կարգավորումները, իրավախախտումների արձանագրումն ու պատասխանատվությունը, ընտրություններին մասնակցող ուժերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը։ Անդրադառնալով արհեստական բանականությանը Եվրախորհրդի գործընկերները նշել են, որ այն կարող է օգնել, բայց նաև դառնալ կեղծտեղեկություն տարածելու միջոց։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրանը 48 ժամվա ընթացքում կարձագանքի հնարավոր համաձայնագրի հիմնական կետերին, հայտնել է Axios-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ գրառում է արել սպառնալով ավելի մասշտաբային ռմբակոծություններով, եթե Իրանը չկատարի պայմանավորվածությունները։ Եթե Իրանը համաձայնի կատարել այն, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապա արդեն լեգենդար դարձած էպիկական ցասում գործողությունը կավարտվի, իսկ չափազանց արդյունավետ շրջափակումը թույլ կտա Հորմուզի նեղուցը բացել բոլորի, այդ թվում Իրանի համար։ Եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծություններ եւ ցավոք դրանք կլինեն շատ ավելի մասշտաբային ու ինտենսիվ, քան նախկինում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավոր դադարեցնել ազատություն նախագիծը, նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։ Truth Social-ի իր էջում Թրամփը հայտարարել է, թե այս որոշման հիմք են հանդիսացել Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքը, Իրանի դեմ արշավի ընթացքում ունեցած հսկայական ռազմական հաջողությունը եւ վերջնական համաձայնության հասնելու հանգամանքները։ Չնայած այս ամենին, նեղուցը կշարունակի շրջափակված մնալ մինչեւ կողմերի վերջնական եւ ամբողջական համաձայնության գալը։
7-ամյա աղջկա առևանգման եւ դիտավորյալ սպանության համար ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը մահապատիժ է սահմանել 34-ամյա Թաներ Հորների նկատմամբ։ Ամբաստանյանն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականին։ Հանցագործը բարբի տիկտիկներով ծանրոցը տեղափոխելիս առևանգել է երեխային, ուժով նստեցրել ծառայողական մեքենան, ինչից հետո խեղդամահ է արել աղջկան եւ մարմինը նետել գետը։ Հնդկաստանում անհայտ պայմաններում կատաղած փիղը ժանիքներով ջարդուփշուր է արել մեքենան, այն նետել ճանապարհի մյուս կողմը եւ վնասել վարորդին։ Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է։